Հայաստանի միակ միջազգային արհայտային մարաթոնը Դիլիջան Run 2025-ը, որը շատերի համար դարձավ ոգեշնչող փորձառություն, Դիլիջանում միավորեց բնության, սպորտի ու մշակույթի սիրահարներին։ Միջոցառումն անցկացվեց Դիլիջան ազգային պարկի, քաղաքի կենտրոնական զբոսայգու և UWC Դիլիջան միջազգային դպրոցի տարածքում։ Սպորտային ու մշակութային այս միջոցառման հիմնական կազմակերպիչները UWC Դիլիջան միջազգային դպրոցն ու Դիլի Սպորտն են, գործընկերների հետ միասին։ Սա առաջին ասպիսի միջոցառումն է Դիլիջանում, եւ մենք հուսով ենք, որ այն հիմք կդնի նոր ավանդույթի եւ կդառնա այս հրաշալի քաղաքի առանձնահատկություններից մեկը, որտեղ մարդիկ հավատում են, որ առողջ ապրելակերպն անհրաժեշտ է իրենց երջանիկ կյանքի համար։ Սա պարզապես վազքի մրցույթ չէ, սա ավանդույթ ձևավորող օր է, որը միավորում է բոլորին՝ տեղի բնակիչներին, օտարերկրացիներին եւ տարբեր տարիքի մարդկանց։ Մարաթոնի մասնակիցների շարքում բացի հայերից, նաև արտերկրից ժամանած մասնակիցներն են։ Շատերը եկել են հաղթանակի հետևից, իսկ շատերի համար էլ սա առիթ էր վայելելու բնությունն ու աշնանշունչը։ Սիրողական զբաղվում եմ վազքով, այսօր որոշել եմ մասնակցեմ այս վազքին։ Հենց այստեղով առաջի անգամ եմ վազում, բայց ընդհանուր սարերում շատ եմ լինում, շատ եմ վազում։ Ակնկալիքներ, ինչ-որ ավելի շատ, ինչ-որ անձնական արդյունքի համար ավելի շատ, ինչ-որ մրցանակային տեղերի չեմ հավակնում, բայց ավելի շատ իմ համար եմ վազում։ Դիլիջան Run-ը միակ մարաթոնն է Հայաստանում, որն ունի միջազգային ռեյթինգ։ Մրցատարածությունները նախատեսված էին տարբեր մակարդակների համար՝ 3000 մետրից մինչև 42 կիլոմետր, ինչի շնորհիվ միջոցառմանը կարողացան մասնակցել և սիրողական, և փորձառու վազորդները։ Սպորտ, դրանից լավ դաստիարակություն նոր սերնդի համար չկա։ Երկրորդը սա միջազգային մեծ, նաև որակավորում ունեցող, այսինքն ճանաչում ունեցող մի քանի լուրջ կազմակերպությունների կողմից արդեն իսկ գրանցված մարշրուտ է, որով վազելու են այսօրվա մեր սպորտսմենները։ Վազորդները իրենք սիրում են սիրուն տեսարաններով վազել, իսկ Տավուշի լեռները սիրուն են, իսկ Տավուշի անտառներն ու լեռները այս բարձրից ու սիրուն տեսարաններով արդեն կախարդական են, բառերով չես կարող նկարագրել։ Միջոցառման նպատակը զանգվածային սպորտի խթանումն է, առողջ ապրելակերպի տարածումը և Դիլիջանի բնության ու մշակութային ժառանգության հանրայնացումը։ Բացի մարզական հատվածից փառատոնի օրերին անցկացվեցին նաև մշակութային ու ժամանցային միջոցառումներ։ Ֆուտբոլի, բադմինթոնի, շախմատի մրցաշարեր ու թեմատիկ այլ միջոցառումներ։ Յուրաքանչյուր մասնակից ուներ իր նախընտրելի զբաղմունքը ու հնարավորությունը ակտիվորեն ներգրավելու փառատոնի մթնոլորտին։ Այս ամենի կողքին Դիլիջանի տեղացի արտադրողներն են, ովքեր ցուցադրում են իրենց աշխատանքները։ Փորձել են կազմակերպել նաև հենց չվազողների համար սպորտային միջոցառումներ, նպատակ ունենալով դպրոցում մեծ սպորտային զբաղվածություն և մեծ առաջնություններ անցկացնել։ Երեխաներին հիմնականում ներգրավում ենք այն նպատակով, որպեսզի նրանք փոքրուց արդեն սովորեն և գոյություն ունի սպորտային կողմնորոշում հասկացություն, և մենք փորձում ենք թե մեր համայնքի, թե մեր ուսանողների համար կազմակերպել տարբեր սպորտային միջոցառումներ, տարբեր սպորտաձևերից, փորձելով նրանց օգնել սպորտային կողմնորոշում ձեռք բերելու այդ հնարավորությունը։ Իսկ մեծերին նրանով, որ կա այսպիսի մի հասկացություն, որ եթե ուզում ես օրինակ ծառայել, պետք է հենց ինքդ անես, այնպես որ մեծերը զբաղվելով սպորտով, բացի իրենց առողջությունից, նաև փոքրերին, փոքր սերնդին օրինակ են ծառայում։ Մարզամշակութային բազմաբնույթ ծրագրերով ավարտվում է մարաթոնը, մարզաշխարհի սիրահարներին հրավիրելով մասնակցելու արդեն հաջորդ տարվա 2026 թվականի միջոցառմանը։